Բարև, երբեմն սրտի հետ կապված խնդիրները առաջանում են ոչ թե տարիքի, սննդի կամ ժառանգականության պատճառով, այլ որովհետև մարդը չափազանց երկար ժամանակ ապրում է տագնապային վիճակում, վատ է քնում կամ էլ չի կարողանում հաղթահարել վերապրած տրավման։ Կանադացի գիտնականները վերլուծել են ավելի քան 22 միլիոն մարդու տվյալներն ու եկել եզրակացության։ Մի շարք հոգեկան խանգարումներ անմիջականորեն կապված են սուր կորոնար համախտանիշի բարձր ռիսկի հետ, վիճակի, որն ընկած է սրտամկանի ինֆարկտի ու կյանքի համար վտանգավոր սրտային այլ իրադարձությունների հիմքում։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է դեպրեսիային, տագնապային խանգարումներին, հետ տրավմատիկ սթրեսային խանգարմանն ու քնի խախտումներին։ Հոգեբանական վիճակի ու սրտի առողջության միջև կապն առաջին տարին չէ, որ քննարկվում է սրտաբանության ոլորտում։ Որոշ մասնագետներ դեպրեսիան համարում են ոչ թե ուղղակի ուղեկցող հիվանդություն, այլ ոչ մահացու սրտային իրադարձությունների հնարավոր նախանշան։ Սա դեպրեսիան կանխատեսման կարևոր գործոն է դարձնում սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդների դիտարկման ժամանակ։ Հայտնի է, որ հոգեկան խանգարումներով մարդկանց մոտ սրտային խնդիրները հաճախ ի հայտ են գալիս ավելի վաղ, քան մնացած բնակչության մոտ։ Օրինակ, սրտամկանի սուր ինֆարկտը շիզոֆրենիայով հիվանդների մոտ միջինում զարգանում է 10 տարով ավելի շուտ, իսկ երկբևեռ աֆեկտիվ խանգարումով մարդկանց մոտ հիպերտոնիայի ռիսկը ավելի քան 4 անգամ բարձր է։ Հնարավոր բացատրություններից մեկը հոգեկան եւ սիրտ-անոթային հիվանդությունների համար ընդհանուր կենսաբանական պրոցեսներն են։ Բազմաթիվ հոգեկան խանգարումներ ուղեկցվում են քրոնիկական բորբոքմամբ, անոթների աշխատանքի խնդիրներով ու բարձր թթվային ստրեսով։ Այս բոլոր գործոնները առանցքային դեր են խաղում աթերոսկլերոզի եւ սուր կորոնար համախտանիշի զարգացման համար։ Այսպես դեպրեսիան կապված է թրոմբոցիտար ֆակտոր 4-ի եւ բետա թրոմբոգլոբուլինի մակարդակի բարձրացման հետ, նյութերի, որոնք կարող են նպաստել թրոմբերի առաջացմանը եւ անոթների խցանմանը։ Սակայն մինչեւ վերջերս հետազոտությունների մեծ մասում քննարկում էին միայն առանձին հոգեկան խանգարումներ, թույլ չտալով տեսնել ընդհանուր պատկերը։ Այս բացը լրացնելու համար Կալգարիի համալսարանի գիտնականների խումբը իրականացրել է 25 հետազոտությունների համակարգված մետավերլուծություն։ Դրանցում ուսումնասիրվել է կապը տարբեր հոգեկան խանգարումների եւ սուր կորոնար համախտանիշի զարգացման ռիսկի միջև։ Ընդհանուր ընտրանքը բաղկացած է եղել ավելի քան 22 միլիոն մարդուց, մասնակիցների միջին տարիքը 48 տարեկան։ Հոգեկան խանգարումների ախտորոշումներն այս աշխատանքներում հաստատվել են հիմնականում հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման կամ DSM-ի հոգեկան խանգարումների ախտորոշիչ եւ վիճակագրական ձեռնարկի չափանիշների համաձայն։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տագնապային խանգարումները մեծացնում են սուր կորոնար համախտանիշի ռիսկը, ռիսկերի հարաբերությունը կազմել է 1.63։ Դեպրեսիան նույնպես կապված է այս վիճակի զարգացման բարձր հավանականության հետ, ռիսկերի 1.40 հարաբերությամբ։ Միևնույն ժամանակ, երկբևեռ աֆեկտիվ խանգարումը էական ազդեցություն չի ունեցել կորոնար իրադարձությունների հաճախականության վրա։ Գիտնականները նաև չեն հայտնաբերել համոզիչ կապ հոգեբանական խանգարումների եւ սուր կորոնար համախտանիշի ռիսկի միջև, սակայն հատկապես նկատելի են եղել այլ գործոններ։ Քնի խանգարումները զգալիորեն բարձրացնում են վտանգավոր սրտային վիճակների զարգացման հավանականությունը, ռիսկերի հարաբերությունը հասնում է 1.60-ի։ Ավելի արտահայտված կապ է նկատվել հետ տրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում։ Ռիսկը գրեթե 3 անգամ ավելի բարձր է, քան առանց հետ տրավմատիկ սթրեսային խանգարման մարդկանց մոտ։ Բարձր ցուցանիշներ են ֆիքսվել նաև հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումների դեպքում։ Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ վերլուծության ենթարկված խանգարումների մեծամասնության համար տվյալների հավաստիությունը մնում է ցածր։ Սահմանափակումը կապված է մեթոդաբանության տարբերության ու սկզբնական հետազոտությունների որակի հետ։ Այնուամենայնիվ, ընդհանուր միտումը բավականաչափ պարզ է՝ սուր կորոնար համախտանիշի ամենամեծ ռիսկը դիտվում է հետ տրավմատիկ սթրեսային խանգարմամբ ու քնի քրոնիկական խախտումներով մարդկանց մոտ։ Սա կարող է մատնացույց անել քնի որակի առանցքային դերը սիրտ-անոթային առողջության պահպանման հարցում։ Քունը ոչ թե պարզապես հանգստի ժամանակ է, այլ ֆիզիոլոգիական գործընթաց, որն ազդում է բորբոքման, հորմոնալ հավասարակշռության ու անոթների աշխատանքի վրա։ Եթե քունը կանոնավոր կերպով խախտվում է, հետևանքները կարող են ավելի լուրջ լինել, քան պարզապես հոգնեցությունը։ Այս շաբաթվա գիտական տերմին է քվանտային գրավիտացիան։ Թվում է, թե գրավիտացիան բնության ամենահասկանալի ուժն է, սակայն հենց այս ուժն է ֆիզիկայի առջև ծառացած ամենաբարդ հարցերի պատճառը, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է տիեզերքի ամենափոքր մասշտաբներին։ Հենց այս մասշտաբներում է սկսվում քվանտային գրավիտացիան, ֆիզիկայի անորսալի ոսկե գրալը, ամեն ինչի տեսությունը։ Բանը նրանում է, որ ժամանակակից ֆիզիկայի հիմքում երկու մեծ տեսություններն են։ Հարաբերականության ընդհանուր տեսությունը նկարագրում է գրավիտացիան որպես տարածության, ժամանակի, կորություն եւ
հիանալի աշխատում է մոլորակների, աստղերի եւ գալակտիկաների համար, քվանտային մեխանիկան բացատրում է տարրական մասնիկների եւ միկրոսկոպիկ պրոցեսների աշխարհը։ Խնդիրը նրանում է, որ էքստրեմալ պայմաններում, օրինակ սև խոռոչների մոտակայքում կամ մեծ պայթյունին հաջորդած առաջին պահերին, այս տեսությունները դադարում են համաձայնվել միմյանց հետ։ Քվանտային գրավիտացիան փորձում է միավորել դրանք եւ պատասխանել առաջին հայացքից պարզ հարցին. ինչ է կատարվում գրավիտացիայի հետ ամենաֆունդամենտալ մակարդակում։ Արդյոք տարածություն ժամանակը մնում է անընդհատ, թե այն դիսկրետ է։ Գոյություն ունի արդյոք գրավիտացիայի մասնիկը, գրավիտոնը, ու ինչ է իրականում թաքնված սինգուլյարությունների հետևում, որտեղ սովորական հավասարումները կոտրվում են։ Առայժմ այս հարցերն անպատասխան են, որովհետև գոյություն չունի քվանտային գրավիտացիայի ամբողջական տեսություն, սակայն կան տարբեր մոտեցումներ։ Լարերի տեսությունը ենթադրում է, որ բոլոր տարրական մասնիկները միկրոսկոպիկ լարեր են, իսկ գրավիտացիան առաջանում է դրանց տատանումներից։ Հանգուցային քվանտային գրավիտացիան դիտարկում է տարածություն ժամանակը որպես մանրագույն տարրերից բաղկացած քվանտային ցանց։ Կան նաև գաղափարներ, որոնք համարում են, որ տարածությունն ու ժամանակը ընդհանրապես ֆունդամենտալ չեն, այլ առաջանում են ավելի խորը քվանտային պրոցեսներից։ Քվանտային գրավիտացիան կարևոր է ոչ միայն տեսաբանների համար, այն կարող է օգնել հասկանալ, թե ինչպես է ծնվել տիեզերքը, ինչ է կատարվում սև խոռոչի ներսում եւ գոյություն ունեն արդյոք տարածության ու ժամանակի բաժանելիության սահմաններ։ Սա դեռ որոնումների եւ վարկածների ոլորտ է, բայց հենց այստեղ է, որ ֆիզիկան փորձում է նայել իրականության հիմքերին։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։